Դրանք հատուկ այդպիսի դպրոցներն ավարտած եկել են։ Ինչի որտեղ կա կլան որ, այսօր կլանը ԿՊ-ի կլանն է, պետական կլաններն է, ուրիշ ինչ կլան, ինչի երկրում նմանատիպ բաներ կա, ինչի մեկը թող ասի թե երկրում ինչ-որ մի բան կա։ Կարեն Սարոյանյանը նշում է, որ դուք 6 ամիս է ինչ Գյումրի ղեկավարում եք կլան եւ այդ կլանի ղեկավարը նշում է, որ դուք եք։ Ստատիստիկան բացեք նայեք, ամենահանգիստ տեղը համարվում է Գյումրի քաղաքը։ Եվ այն տարիներին, եւ հիմա։ Հələ գնացեք նայեք Երևանում ու մնացած տեղերը։ Դուք չեք տեսնում այսքան կրակոցները, որտեղ է կլանները, որտեղ է բաները։ Գյումրին շատ հանգիստ։ Հիմա իրանք եթե չխառնեն, եթե իրանք չխառնեն մոտի, չկան այստեղ ջահելներին իրար խառնել կամ բանաներ, այստեղ շատ լավ մարդիկ ապրում են, շատ շնորհքով շատ հանգիստ։ Նշեցիք վերագրում են կառավարությանը, Կարեն Սարոյանյանը ասում է Վարդան Ղուկասյանը այդ ամբողջ շինարարությունը իրեն է վերագրում, որ ծաղկեցնում է Գյումրին, որպեսզի վախ են ապրում, որովհետև իրեն որ դիմացի ենտրություններ եղնի, իրանք վերջից առաջի տեղը կգնեն, իրանք վերջից առաջի տեղը կգնեն, վախ են բռնել։ Հիմա գնացել են իրանք ղեկավարին ասում են, որ դու գործերն անում ես, հիմա ինքսպես բաներ է անում, իրանք հիմա խառնում են, որ Նիկոլ Փաշինյանին, որ իրենց ռեյտինգը ընդդեմ ինչ-որ տեղ ունենան, քաշ ունենան, որ դիմացի ընդրություններին ասեն, տեսար չանեցիք Ղուկասյանին, որ չսարքեցիք, վերեն բան չարեցիք, դրա համար մենք կրվեցինք, հիմի բանից այդպիսի բաներ են անում։ Ինչ սցենարով է։ Օրինակ ինչ սցենարով կարող են ձեզ։ Որովհետև կա կարծիք, որ ընդդիմադիր քաղաքապետերին Ես մի բան գիտեմ, որ պետք է խայտարակվեն ամբողջ աշխարհով մենք պիտի խայտարակվեն, որովհետև ուրեմն ամբողջ աշխարհով մենք ինձ այնքան զանգեր է գալիս, հայերի կողմից, մեր հայ ազգի կողմից, այնքան զանգեր է գալիս, այնքան ինձ հետ խախտում են, այնքան ինձ գնահատում են, հասկանալի է, ես կապերի մեջ եմ բոլորին։ Սրանք կդառնան Պլենդուզի թե մագարտագին են, Պլենդուզից գիշնեն, ներքև կխայտարակվեն, հետո սա Գյումրին է, իրանք չմտածեն, եպիսկոպոսին գիտեն թե մարսել են, որ իրանք տարեկապվայել են եպիսկոպոսին։ Ես օրինակ Միքայել Արք եպիսկոպոսին հասկացա, որ նայում են, իրենք ոչ մի բանի սրբություն չունեն։ Մենք որ տեսնում էինք, մինչև այսօր տեսնում ենք նմանատիպ համազգեստ հակած հոգևորական, մենք չենք նայում մեջը ով է, մենք նայում ենք համազգեստը եւ մեր բարեխոսն է առաստված։ Մեր բարեխոսներն են իրանք երկրի վրա առաստված։ Իրենք աղոթում են մեզ համար, իրանք մեր մեղքերին թողություն, իրանք ասում են Տեր ողորմյա, հիվանդներին բժշկություն տուր, ննջեցյալներին առկայություն տուր, նեղյալներին ազատություն տուր, բոլորի տեղն են աղոթում եւ մենք դա մեր հոգեվոր դասն է։ Բերեք այդ համազգեստով, այդպիսի եպիսկոպոսին կանգնեցրել եք ասում եք բանը։ Մեղա ինչ են ասում Ահաբեկիչ Ամբաստանյան եպիսկոպոսին ասում են ամբաստան, ոչ չափ ունեն, ոչ տակտ ունեն, էլ սրանց ինչ ասեն, ինչ բնութագրել են, սրանց կարելի բնութագրել, հոգևորն են դատում, հասկանալի է օդի մեջը, իրանց կատարածը մարդը ասել է, որ ամբողջ ժողովուրդը Սավաջան է ասում։ Ամբողջ ժողովուրդը, այսօր ժողովուրդը ինչ է ասում, գիշեր թերիկուշ գնացիք պղավեցին Սավաջան, ձեր ամբողջ ԿՊ-ի ժողովուրդը ինչ է ասում, այն մարդն էլ լավ այդ խոսքերն ասել, իրավունք չունեն այդ մարդը, 2 տարի առաջ բան է ասել, դուք ինչ որ ասում եք, նա ձեր խոսքերը հանեք ջրի երես, դուք ավելի սարսափելի բաներ եք ասել ու արել, քան թե այսօրվա մեր եպիսկոպոսը։ Այսօր Անդրանից խոսքով խայտարարությունն է, մեղք է, ես Հնարավոր է ձեզ փակալեն դատելով այն բանից, որ միշտ ասում են Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառումներով հրահանգ է տալիս իրավապահ համակարգին։ Ասաց, որ հարցը պետք է քաղաքական լուծում ստանա, քաղաքական ձևով պետք է հարցը լուծեն։ Եվ ասած կապ չունի, որ դա քաղաքապետի մակարդակով է ասվել, միևնույնն է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ինքնիշխանությանը սպառնացող հայտարարություն է։ Խոսքը այն մասին է, որ նշել եք Հայաստանը ով է, որ ինքն իրենով որոշում կայացնի, առանց Ռուսաստանի չեն կարող։ Ներողություն, ես բացատրեցի, ասեցի, ես ասել եմ միություն կազմել։ Եթե միություն կազմել է, դա իմ կարծիքն է ուրեմն։ Ես խոսքի ազատությունն է, քաղաքապետը իրավունք չունի մեր խոսքը ասել։ Հա, մի բան էլ ասեմ, քաղաքապետը այստեղ հələ տուրն է, այդ պակեն տուրից։
Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուղարկած իմ 50 դիմումներից 6-ը հետ է ուղարկել Արայիկ Հարությունյանը, ասում է դուք իրավունք չունեք վարչապետին գրություն ուղարկեք մարզպետարան։ Այսինքն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը պրոբլեմները, հոգսերը երկրի տեղականի տակ ոչ միայն Գյումրի, ես ներկայացնում եմ, իրանք ասում են պետք է մարզպետարանով խոսեք վարչապետի հետ, հələ չինովնիկության, հələ ինչ աստիճան են սրանք որտեղ գրել։ Ու սրանց կարելի է վստահել Սրանց կարելի է վստահել ու հավատալ, որ սրանք ուրեմն դեմոկրատ մարդիկ են։ Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի պետականությունը ոտնահարողը դուք եք եղել, Արցախը դուք եք տվել, Հայաստանի հողերը դուք եք տվել, Հայաստանի դրոշը փոխողը դուք եք, Հայաստանի Արարատ լեռը հանողը դուք եք, եւ այսօր ով հայրենասեր է բանդում է։ Ով հայրենիքի անուն է տալիս, ով ճշմարտության ջատակով է, ամեն ինչ անում եք այդպեսի մարդկանց գլխին։ Իսկ դրանց անունը մի խոսքով գիտեք ինչ կա, ասելու բան չկա։ Դուք ձեզ իրենք իրենց ցույց տվեցին։ Իրենք իրենց այնպես են դրսևորել, որ ժողովուրդը իրանց գնահատականը կտա։ Հա ես ձեզ ասում եմ, հավատացեք, ձեր ժամանակը հասյալ է, վերջացավ, այլ սրանից են կողմ, այլ անելու բաներ չունեք, այնքան բան եք արել վատ ժողովրդի նկատմամբ։ Բոլոր թե այսքան հոգս երկրում, հələ նա թող ժողովուրդ ասի, այսքան հոգս, որ երկիրն է պատճառը իր ժողովրդին։ Այսքան պրոբլեմ, այսքան հոգս, արա երկիրի ժողովուրդը մարդիկ պետություն են ստեղծում, մարդկանց ընտրում են, որ իրենց հոգսերը, իրենց պրոբլեմները հոգա։ Այսքան հոգս, այսքան պրոբլեմ, որ երկրի ղեկավարությունն է պատճառում իր ժողովրդին։ Սրանք այդ բանում գործ չունեն, հասկանում են, դիդավորել եք անում, որ տակը մարդ չմնա դառնա թուրքական վիլա է, հասկանալի է։ Բոլորս հասկանում ենք։ Մեզի պես տղեկին է բոլորին բանդարգում եք, աքսորում եք, խփում եք, էս եք անում, են եք անում, որ ասենք ազատվեք։ Այն ստրուկ խաղը թողնեք, ինչ ուզենաք, ասեք, ինչ ձերի խապեք, այդ ձերի գնա առաջ, չի լինի, աննանին բան է, չեք կարող։ Այս ժողովրդի տերը Աստված է, հայոց ժողովրդի տերը Աստված է։ Եվ մեր բարեխոսները Գրիգոր Լուսավորիչն է, Արիստագեսն է, Վրտամեսն է, Ներսես Մեծն է, Սահակ Պարտևն է, Վարդան Մամիկոնյանն է, Գրիգոր Նարեկացին է, Գրիգորի եւ Մովսեսի տատեվացիներն են, Անանիա Շիրակացին է եւ այդպես շարունակական։ Այսինքն դուք չեք, որ այսօր եք այնտեղ նստել եք։ Աստված ասում է, ես ձեզ բերեցի, դրեցի ղեկավար, որ դուք իմ ժողովրդից տեր լինեք։ Բայց երբ որ դուք ժողովրդին տանջեք, նրանք ինձ կաղաղակեն, եւ ես իրենց ձայնը կլսեմ ու ձեզ կպատժեմ։ Այդ Սաղմոսները ասում է, Սաղմոս եմ կարդում, Սաղմոսները չես կարդում, մեջը ինչեր է գրված։ Դե ուղղակի կարդում ես, որ քեզ ցույց տա ժողովրդին, թե Սաղմոս, այդ Սաղմոսները ձեր պատիժը կտա, մեղք եք, դարձի եք։ Մտածեք ձեր ազգի, ձեր ժողովրդի մասին։